Խոսքը տրվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Սիսակ Գաբրելյանին։ Առողջություն եմ մաղթում բոլորիս, բոլոր խմբակցություններին, այդ թվում պոետներին։ Շնորհակալ եմ, մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ։ Պոեզիա ես էլ եմ սիրում, բայց չեմ անդրադառնա, բայց քանի որ առողջությունից խոսվեց, մենք էլ ենք ասում, որ առողջությունը լավ բան է, բայց որքանով ես եմ հիշում, այս դահլիճում մարդ կա, որ առողջության պատրվակով ազատված է զինվորական ծառայությունից եւ գործընկերներս ասում են, առավելևս որ ասում եք առողջություն, Աստվածածս երկար առողջություն, սա առանց հեգնանքի եմ ասում, պարոն Կարապետյան։ Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով, որ 20 րոպե ունեմ եւ մեր նիստերի ընթացքում մենք որոշակիորեն խաղի կանոններ փոխեցինք, հատկապես ելույթների, իմ հիմնական ելույթի վերջում, եթե ժամանակ մնաց, կանադառնամ 1-2 կտորի, որովհետեւ հարց եմ տվել, դրա վերաբերյալ եղել են նաեւ արձագանքներ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը եւ իմ խմբակցությանը, իմ գործընկերներին այս պատասխանատու պաշտոնում իմ տեխնացությունը կրկին առաջադրելու եւ ցուցաբերած վստահության համար։ Այս առաջադրումը ոչ միայն պատիվ է, այլ նաեւ նախորդ 5 տարիների աշխատանքը գնահատելու, չարվածը հստակ արձանագրելու եւ հաջորդ 5 տարիներին պատասխանատվություն ստանձնելու առիթ։ Ես ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել 8-րդ գումարման մեր հանձնաժողովի բոլոր падգամավորներին, Տիկին Գալստյանին, Տիկին Խերանյանին, Ջուլիետա Ազարյանին, Արմենոյի Ղազարյանին, պարոն Հասանովին, Նարեկ Բաբյանին եւ իհարկե իմ լավ ընկեր հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանին։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել նախարարությանը, նախարար Տիկին Անդրեասյանի գլխավորությամբ եւ նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին ու ինչպես նաեւ ոլորտային տարբեր կառույցներին ու մասնագիտական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը։ Չգիտեմ հասրել եք հետևել թե ոչ, բայց մենք միշտ չէ որ ունեցել ենք մեկ կարծիք, բայց ես միակ բանը որ խախտել եմ հանձնաժողովի նիստերին, դա եղել է երևի ռեգլամենտը, որ երբեք չեմ պահպանել եւ թույլ եմ տվել, որ կարծիք ունեցող падգամավորը արտահայտվի մինչեւ վերջ, այսինքն այնքան է խոսել, մինչեւ ասել եմ ավարտեցիք եւ նոր անցել ենք դրա հարցի պատասխանին կամ այլ հարցին, թեև ռեգլամենտով այլ բան է սահմանված։ Հարգելի գործընկերներ, մեր հանձնաժողովը բնականաբար ոլորտները առանձին կղզիներ չեն, մանկապարտեզից դպրոց, քոլեջ, համալսարան, գիտություն, իրանք մեկ շարունակական շղթա են։ Ինչպես այս օրերի ընթացքում շատ խոսվեց մշակույթից, այո, մշակույթը մեր արժեքային քաղաքացիական ինքնությունն է։ Սպորտը առողջ ու կենսունակ հասարակության հիմք, իսկ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության համաշխարհային ցանց։ 2021 թվականին, երբ ստանձնում էի ես պաշտոնը, մենք մի իրավիճակում էինք, երբ երկիրը շուրջ 6 տարի չուներ կրթության զարգացման պետական ռազմավարություն։ Այսօր մենք ունենք մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիր, մշակույթի եւ սպորտի ռազմավարություններ, ինչպես նաեւ մի շարք համակարգաստեղծ օրենքներ։ Ընդունվել են թանգարանների մասին, մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին, երիտասարդական քաղաքականության մասին օրենքը, այս օրենքի շրջանակում իդեպ շատերս այլևս երիտասարդ չենք համարվում տիտղոսային առումով, 35 տարեկանն է նշվել։ Իսկ 2025 թվականին կրկին ընդունվեց եւ այս անգամ բարեբախտաբար հակասահմանադրական չճանաչվեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը։ Դրանք ձևավորում են ոլորտների զարգացման նոր կանոնները, կառավարման, ֆինանսավորման եւ որակի գնահատման նոր համակարգեր։ Կրթական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվել է անկախ Հայաստանի պատմության մեջ ծավալով աննախադեպ, նույնիսկ եթե հաշվի առնենք թե նախորդող 5 տարիների ընթացքում ինչքան ծավալի աշխատանք է կատարվել, ես կարող եմ ասել, որ նաեւ անկախացումից առաջ եթե եւս 20-30 տարի վերցնենք, ապա 50 տարիների ընթացքում այսքան ծավալի աշխատանք չի իրականացվել կամ իրականացում, ինչպես իրականացվել է 2021-ից մինչև այս պահը եւ շարունակում են դրանց մի մասը դեռ ընթացքի մեջ մնալ։ Բնականաբար խոսքը 300 դպրոց, 500 մանկապարտեզի մասին է։ Շուրջ 800 դպրոցներ արդեն ապահովել են ժամանակակից բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաներով։ Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է բոլոր դասարաններում, ստեղծվել է 158 նոր անուն դասագիր, դրանցից մեկի մասին այստեղ առիթ ունեցանք խոսելու, նաև
մեկը նվիրեցի ընդդիմադիր իմ գործընկերոջը։ Կամավոր ատեստավորում է անցել շուրջ 9600 ուսուցիչ, իսկ բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առարկաները դասավանդող ավելի քան 9200 ուսուցիչ ամեն ամիս ստանում է պարգևավճար 25%, ինչքան էլ էս բառը կամ հավելավճար, ոնց ուզենք ձևակերպենք։ 2024-25 թվականների ընթացքում, այս մեկ տարվա ընթացքում, դպրոց մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ։ 4000 նոր ուսուցիչ, որ երբևէ չի աշխատել դպրոցում, եկել է, հիմա աշխատում է դպրոցում, դրանց մեծ մասը գյուղական բնակավայրերում։ Որովհետև այդտեղ էլ կան որոշակի հավելավճարներ, եթե մարդը ընտրում է ոչ իր բնակավայրի դպրոցը։ Նախադպրոցական կրթության մեջ 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը հասել է 81%-ի 2021 թվականին, այս թիվը մոտ 60-63 էր, այսինքն ամեն երկրորդ երեխա մի քիչ զրկված էր մանկապարտեզ գնալու հնարավորությունից։ Նախադպրոցական բնակավայրեր չունեցող բնակավայրերի թիվը Տիկին Յոլյան 2023-ին մոտ 250-ն էր, այսինքն 250 համայնք ունենք մեր երկրում, այդ թվում ձեր նշած սահմանամերձ համայնքներ, որտեղ ընդհանրապես չկար այս կրթությունը։ Այսօր դրանց թիվը հասել է 87-ի եւ նախընտրական մեր ծրագրում եւս 100-ը նախատեսում են կառուցել։ Իմ կարծիքով այդպիսի բնակավայր չենք ունենա, որ չունենա նախակրթական ծառայություն։ Փոխվել է նաև մասնագիտական կրթության նկատմամբ վերաբերմունքը, քոլեջներում ուսանողների թիվը 2021 թվականի դրությամբ մոտ 30%-ով աճել է։ Այս պահին 47000 ուսանող ունենք, որ սովորում է քոլեջներում։ Ավելի քան 3000 ուսանող արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության գերակա մասնագիտություններով ստանում է ամսական 50000 դրամ կրթաթոշակ։ Մեր ժամանակ կարծեմ 1000-1200 դրամ էր։ Հիմա ոչ միայն անվճար է սովորում, այլ նաև ամեն ամիս 50000 դրամ այս 3000 ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Ներդրվել է աշխատանքի վրա հիմնված դուալ ուսուցման ծրագրերը, իսկ դասախոսների եւ վարպետների ատեստավորումը հնարավորություն է տվել առնվազն կրկնապատկելու նրանց վարձատրությունը։ Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքով ստեղծվել է ոլորտի համակարգային վերափոխման իրավական հիմքը։ Ընթացքի մեջ է ակադեմիական քաղաք ծրագիրը, հաստատվել է գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը, գիտաշխատողների բազային վարձատրությունը առանձին դեպքերում աճել է մինչև 300%, մինչև 300% աճ են ունեցել մեր գիտաշխատողները, որոշ դեպքերում ուրախությամբ կարող ենք ասել, որտեղ շատ է խոսում բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլ մասնագիտական աշխատանք կատարող անձանց վարձատրության մասով ունենք դեպքեր, եւ դա շատ ուրախալի է, որ գիտաշխատողները մեզանից ավելի շատ վարձատրություն են ստանում։ Մշակույթի ոլորտում օրենքով առաջին անգամ ամբողջական կարգավորում է ստացել թանգարանային համակարգը, դպրոցական բաժանորդային համակարգով 100,000-ավոր երեխաներ այցելել եւ այցելում են մեր թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ։ Ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը, որը խրախուսում է ստեղծագործական արդյունքը, նոր հանդիսատեսի ներգրավումը եւ աշխատողների վարձատրության հիմքը, որպես նաեւ այս առաջարկը ներկայացնող անձ կարող եմ ասել, որ այս մասով դեռևս այդքան էլ գոհ չենք եւ կարծում ենք առաջիկա տարիներին ել ավելի պետքա լավարկենք։ Սպորտի ոլորտում շարունակել ենք միաժամանակ զարգացնել բարձր նվաճումները եւ զանգվածային սպորտը ավելի մասսայական դարձնել, միայն 2025 թվականին իրականացվել է շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների ծրագիր։ Վարչապետի գավաթ 5 սիրողական մրցաշարերին մասնակցում է ամեն տարի մոտ 25000 ներողություն։ Մարզերում ստեղծվել են 9 երիտասարդական կենտրոններ, միայն մեկ տարվա ընթացքում այս կենտրոնները այցելում շուրջ 33000 երիտասարդ։ Սփյուռքի հետ աշխատանքներում մի գործ դեպի տուն, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրերը ձևավորել են Հայաստան-Սփյուռք գործակցության գործնական նոր հնարավորություններ։ Կրթության որակի տարածքային, այստեղ խոսվեց նաև, տարածքային անհավասարությունը, առանձին մասնագիտություններով ուսուցիչների պակասը, բուհական համակարգի անարդյունավետությունը, մարզերում մշակութային կյանքի հասանելիությունն ու զանգվածային սպորտի տարածումը դեռևս շարունակում է խնդիր մնալ եւ մենք 26-30 թվականների ընթացքում 31 թվականների ընթացքում այս ոլորտը կրկին պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, եթե այս մասով հարցեր կլինեն կարող եմ մանրամասնել, թե ինչ ծրագրեր ենք մասնավորապես պատրաստվում անել։
Ակադեմիական քաղաքի առաջին փուլն ենք մեկնարկում եւ կստեղծվի տեխնոլոգիական կլաստեր, ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածք։ Նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել մինչև 15000-ի, իսկ գիտության ֆինանսավորումը մոտ կրկնապատկել հասցնելով հնայի 1%-ի։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա հնարավորություն ունենա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։ Նախատեսում ենք կառուցել 100 համակցված մարզահրապարակներ համայնքներում եւ եւս 30 երիտասարդ կենտրոններ, որի մասին քիչ առաջ նշեցի, այս բային 9-ն կառուցված։ Հայոց լեզվի մասով, որը նույնպես մեր հանձնաժողովի տիրույթում է, մենք կարծում ենք, որ այն ավելի կենսունակ պետք է լինի թվային միջավայրում, առցանց ուսուցման գործիքներով, շտեմարաններով եւ թվային բառարաններով։ Սփյուռքի հետ հարաբերությունները կվերաֆորմատավորվեն մասնագիտական, երիտասարդական, ուսանողական, համահայկական ցանցերի շուրջ։ Եթե արժանանամ ձեր վստահության քվեին, հանձնաժողովը շարունակելու է լինել բաց, մասնակցային եւ մասնագիտական քննարկումների հարթակ։ Մենք չենք սահմանափակվելու բնականաբար միայն օրենքներին եզրակացություն տալով, հետևողականորեն վերահսկելու ենք եւ շատ ուրախ կլինեմ այս անցնող օրերի ընթացքում տեսապատգամավորներ, որ բավականին մանրակրկիտ ուսումնասիրում են տարբեր փաստաթղթեր, գնումների գործընթաց, ուրախ կլինեմ այս մասով, եթե անգամ մեր հանձնաժողովում չլինեք, համագործակցել։ Այս մասով, բայց առանձնացրել էի նաև դա ինչի մասին եմ ուզում խոսել։ Քանի որ ես երրորդ անգամ եմ լինում ազգային ժողովի գումարման առաջին նստաշրջաններում, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ, իմ կարծիքով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մի բան չի նախատեսել։ Օրինակ, հնարավորություն չկա խորհրդանում միմյանց հետ խոսելու ինստիտուտ գոյություն չունի։ Բառ օրինակ, ուզում եք բան ասեք, հարցնեք, պատասխանեք, չկա։ Միմյանց լսելու կա, օրինակ, այստեղից խոսում ենք, հետո գալիս են մյուսն է խոսում, բայց ինստիտուտ, որ օրինակ խմբակցությունները մեկը մեկին հարցեր տան, պատասխանեն, չկա, եւ մեր հանձնաժողովի տիրույթից դուրս է, բայց ես կարծում եմ կսկսեմ առնվազն եւ իմ եւ ձեզ համոզել ներդնել ազգային ժողովի կանոնակարգում մի հատ նոր ինստիտուտ։ Դա կարա լինի օրինակ հայտարարությունների ժամի փոխարեն, որտեղ իմ տրամաբանությամբ այդ հայտարարությունների ժամը ամեն 3 շաբթի այդ վերջին նիստին որևէ մեկին այլևս հետաքրքիր չէ։ Ինչ առումով, որ մեր ելույթները միևնույն է կանոնակարգից շեղվում ենք հիմա եւ հետեւաբար այդ 2-3 րոպեանոց ելույթները էլ ոչ մեկին պետք չի առավելևս այս թվային դարում, որ կարող են գնալ, չգիտեմ, Facebook-ով մտնել որևէ բան ասել, հետո դուք մեզ եք հակադարձում, կարելի է սահմանել, որ դա լինի օրինակ, չգիտեմ, իրար հարցեր տալու հնարավորություն։ Դուք դիցուք հարց եք տալիս, խմբակցության ղեկավարը որոշում է, թե ով կպատասխանի այդ հարցին, հետո մենք ենք տալիս։ Ինձ թվում է, այս էլ որոշակի այդ լարվածությունը կնվազեցնի, որտեղ հիմա ասում եմ, չկա այդ համակարգ։ Դուք ինձ ուզենաք հարց տաք, ինչի՞ է այս հարցերը նաև շատ է, ինչի՞ ասի առաջին նստաշրջանը, որտեղ այս վայելում ենք այս բառը։ Այստեղից սկսած այդ որևէ ինստիտուտ չկա, որ օրինակ, չգիտեմ, մենք ընդդիմադիր որևէ падգամավորին կարողանանք այսքան հարցեր տալ։ Սովորաբար էլի օրենքի շրջանակում է լինում, եթե օրենք են բերում։ Պարտքի մասին։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյանին, ես երբ որ հարց էի տալիս պարոն Ֆարմանյանին, ես ուզում էի ստանալ պատասխան, որը մասամբ դուք տվեցիք, բայց այդ խաղի կանոնը որ փոխվեց, հետո ես չկարողացա ելույթ ունենալ, բայց ի ուրախությունից իմ հարցին պատասխանեց պարոն Կարապետյանը, որ եթե սցենարով գրեինք, այդպես չէր լինելու, եւ եկանք մի եզրակացության, որ պարտք ինչքան շատ վերցնում ես, այո, շատ վատ կարա հետևանքներ ունենա, ավելին պարոն Կարապետյանն ասեց, որ ավելի հեռուն գնաց, ասեց, որ քեզ կարող են որոշակի բաներ պարտադրել, այսինքն հետո որ քեզ դրել այդ պարտքի տակ ինչ որ բաներ թելադրել, չգիտեմ, փոխել ես ինչ խաղի կանոնները, փոխել ես ինչ խաղի կանոնները։ Այն մյուս հարցի պատասխանը, բայց այդպես էլ չստացա։ Օրինակ ես հիշում եմ, որ 2015 թվականին, պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանի կամ Տաշիր ընկերությունների կարողությունը 4 միլիարդ էր։ 10 տարի առաջ, ըստ այդ նույն ելակետային Forbes-ի։ 10 տարի առաջ դուք ունեիք 4 միլիարդ, հիմա էլ ունեք 4 միլիարդ։ Այս երկու բան են նշանակում, այսինքն ամեն անգամ որ ձեր որոշ պատկանողներ կգանք ասեն, որ մենք մեծ բիզնեսից ենք եկեք ձեզ կառավարելու, այսպես ասած, հմտություններ տանք, ես ամեն անգամ սա եմ հիշելու, որտեղ իմ կարծիքով ես բիզնեսմեն չեմ արդեն մի քանի 10 տարուց եւ ավել, բայց եթե բիզնեսմենը 10 տարի առաջ էլ ունի նույնքան գումար, հիմա էլ ունի նույնքան գումար, ինձ թվում է այդտեղ գոնե առնվազն հաջողությունների մասին չի կարելի խոսել։ Ավելին,
Ինչի սա ասեցի։ Նույն 2015 թվականին պարոն Կարապետյանը Forbes-ին կարծեմ տված հարցազրույցում փետրվարին ասում է, որ ես ունեմ մոտավորապես ինքը ասելով ընկերությունը $700 միլիոն պարտք։ Ես հիմա ուզում եմ դուք գաք ասեք 10 տարի առաջ դուք ունեիք 4 միլիարդ, ունեիք 700 միլիոն։ Կարող եք ասել, օրինակ հիմա էլ ունեք 4 միլիարդ եւ ինչքան պարտք ունեք։ Այն տրամաբանության, որով պարտքա տվել, հետեւաբար ես ընդունում եմ, ճիշտ եք ասում, ով շատ փողատալի են գնում եք իր թակարդը, ինչ ուզում է անելու է կամ եւ այլն կամ մենք։ Բայց եկեք ասեք, խնդրում եք 4 միլիարդ որ հիմա ունեք, ինչքան է պարտքա ավելացել։ Ինձ թվում է շատ է ավելացել։ Հարգելի գործընկերներ, օրինակ պարոն Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը կարող է չհետևած չլինի ձեր օրինակ 5 տարի առաջվա գործունեությանը, 10 տարի առաջվա, բայց իմ կարծիքով դուք պարտավոր եք առնվազն ուսումնասիրել, թե ինչ են խոսել ձեր առաջնորդը կամ խմբակցության ղեկավարը, այդ թվում տնտեսության մասին։ Որտեվ Տիկին Յոլյան գալ էստեղ ասել, կարող եք ասել մի հատ արտադրություն, որ ձեր ժամանակ հիմնվել է, ես այդ բանը նայում եի պարոն Կարապետյանի դեմքին։ Որովհետև կամ գալ ասել դուք մենակ տենց արտոնություն եք տվել ձեր սրտի, այսպես ասած, օլիգարխներին, որքանը որ ես եմ տեղյակ, այդ նույն ծրագրից, որ դուք խոսում եք, ամենաշատը օգտվել է տաշիր ընկերությունները։ Եվ ստեղծել են մեծ արտադրություն։ Այդ թվում ես լսել եմ պարոն Կարապետյանի հարցազրույցը, որտեղ ինքը ասում է, որ 2018 թվականին էր գնաց պարոն Սամվել Կարապետյանի մոտ, որոշեցին ինչ անել, որ զարգացնեն, որոշեցին արտադրություն դնել։ Այսինքն, երբ որ ասում եք ինչ արտադրություն եք ստեղծել, լավ կնի երկու շարք իջնել, պարոն Կարապետյանը ձեզ կասի, օրինակ, մինչև 2018 թվականը քանի արտադրամաս կար տաշիր ընկերությունների խմբի կողմից Հայաստանում, որքանա որ ես եմ տեղյակ, մեկն էր, կարծեմ, հա տաշիր կարի ֆաբրիկաներ, մոտ 30-40։ Հետո հարցրեք, բայց 18 թվից հետո, այդ ինչքան հսկայական աշխատատեղեր ու արտադրության հատկապես ոլորտում ստեղծեցիք։ Ինձ թվում է դուք պարտավոր եք, որտեղ ձեր առաջնորդ դուք այստեղ հայտնվել եք բացառապես այդ մարդու շնորհիվ։ Չեմ հասցրել ուսումնասիրել։ Ինչը շատ լավ է, Ժորժ, այո, եկել եք դրել եք, բայց ուզում եմ ասել, որ ձեր գործընկերները դրա մասին խոսելուց թող մտածեն, էլի, այսինքն։ Եվ եւս մեկ բան եմ առանձնացրել։ Հա, պարոն Մանուկյան, շատ լավ է, ես անկեղծ շատ ուրախ եմ, որ տենց հետևողական կանեք։ Բայց երբ որ դուք գալիս ասում եք 540 դրամ մեկ անց, ես ուզում եմ հասկանալ, խնդիրը 540-ն էր, թե մեկ անցն էր։ Ոտ շատ լավ, եթե երկուսն էր, այսօր ինչ արժի գիտեք դիզվառելիքը։ Մոտավորապես միջև 670 դրամ է դառը 1 լիտր դիզվառելիքը։ Հիմա օրինակ ես որ ձեզ լսեմ, պետք է քաղաքապետարանը, որ հիմա 540-ով է ձեռք բերում, եթե շարունակում այդ պայմանագիրը գործել, պետքա գնա, չեղարկի այդ պայմանագիրը։ Արմանուկյան, Եվ այսօր շուկայական գինը օրինակ, որ տատանվում է միջև 670 դրամ, շերնում 650-670 է, գալֆում մի քիչ էժանն է 640, Ռանոյել CPS ձեր ասած միջև 600 է հասնում, այսինքն հիմա խնդիրը ո՞րն է, խնդիրը կարող է մեկ անձն է, բայց եկեք այդ մեկ անձի դեպքում փոխենք օրենքը, սահմանափակ ենք, ասենք չի կարելի մեկ անձով գնում կատարել։ Եվ քանի որ հաշվի առնելով մեր նախորդ տեխնացուներին ինչ հարցեր եք տվել, փորձեմ այդ մասով շատ կարճ ասել, խուսափելով կամ խնայելով մեր ժամանակը, ես Թուրքիայում եղել եմ 2 անգամ, մի անգամ ոչ իմ կամքով, այն մյուս անգամ իմ կամքով, հատուկ ծառայություններին տեսել եմ, շփվել եմ, ավելին իրենք էին ապահովում իմ անվտանգությունը այնտեղ։ Կարեն Կարապետյանին ճանաչում եմ, երբ տեսնում են ջերմ բարևում ենք իրար, որևէ խնդիր չունեմ իր հետ կամ հանրապետականների հետ կամ նախկին հանրապետականների հետ շարունակում շփվել,